Ողջույն, ինչպես գիտենք, այժմ պետք է Հայաստանի քաղաքացիություն ունեցող կոնսուլտանտների համար լրացնենք ID քարտը, եկեք միասին անենք, տեսնենք, թե ինչպես է դա արվում։ Մտնում ենք լիչնые данные, բնականաբար մենք արդեն կոնսուլտանտի կաբինետում ենք, մտնում ենք դոկումենտի և այստեղ սեղմում ենք «Добавить документ ԻՆՆ»։ Երկիրը ընտրում ենք Արմենիա և այստեղ լրացնում ենք ID քարտի համարը։ Վերջ, այստեղ բծիչկա ենք դնում անպայման և սեղմում «Сохранить»։ Տեսեք, գրվեց «Запись прошла успешно», փակում ենք, տեսեք, տեղադրվեց, չենք սպասում, որ այստեղ բծիչկա լինի, եթե տեղադրվել է, արդեն նորմալ է, մի հատ էլ ընտրում ենք «Адрес доставки», որպեսզի նորեկը կարողանա պատվեր անի, ինչպես ենք, մտնում ենք «Добавить адрес», բացված պատուհանում, ահա, Երևանի բնակիչ ես, նայեք, գրած է «Область, город», երկուսն էլ Երևան, «Выбор точки доставки», հիմա կբացվի ցանկը և մենք ցանկից կընտրենք Քնարիկ Խաչատրյանի օֆիսը, եկեք փնտրենք Քնարիկ Խաչատրյանի օֆիսը, ահա, վիբրեց, և սեղմում ենք այստեղ «По умолчанию», բծիչկան դնում ենք ու սեղմում «Сохранить», վերջ, հասցեն ընտրված է, անձնագիրը լրացված է, հիմա փորձնական ինչ-որ մի ապրանք ավելացնենք զամբյուղի մեջ, օրինակ ես, ահա, թեկուզ այս կոնդիցիոները մեզ հետաքրքիր է, որ մենք տեսնենք, ծրագիրը թույլ կտա արդյոք պատվերն անել, սեղմում ենք «Добавить в корзину», «Перейти в корзину», տեսեք, հասցեն ընտրված է, քանի որ արդեն պատվերը զամբյուղի մեջ է, նշանակում է ամեն ինչ նորմալ է, սեղմում ենք «Редактировать» և շարունակում ենք ավելացնել մեզ անհրաժեշտ պատվերները, այսքանն էր սիրելիներս։